Ինչ է կարծում ընտրությունների հետ կապված շատ ճիշտ աշխատել է ԿՊ կուսակցությունը, մենք շնորհակալ ենք խաղաղություն բերող, զինվորին պաշտպանող ղեկավարին, ուստի սրիկաները թող հեռանան։ Մենք ճիշտ ենք ընտրել, որովհետև ԿՊ կուսակցությունը Փաշինյանի գլխավորությամբ ամեն ինչ անում է հայ ժողովրդի համար, որպեսզի հայ մարդը չսպանվի, պատերազմ չլինի։ Իսկ նրանք հրահրում են, որպեսզի մենք գնանք Ռուսաստանի լծի տակ։ Այդ թալանչիները, այդ թվում առաջի նախագահ Լևոն Անտեր-Պետրոսյանը, Սայիդ Օղլի Քրչօղլին, Քրչարյանը եւ Սերժիկը Նարիմանով, այդ դրանք Կարապետյանները, Այվարե Կարապետյանը այդքան փող բաժանեցին, բայց ոչինչ չկարեցան, որովհետեւ ժողովուրդը ուղեղ ունի, ոտի տակի եղուկներով, ոտի տակի կեղտով չի մտածում, ժողովուրդը նորմալ է մտածում, որ իր բարօրության ամեն ինչի համար ճիշտ ղեկավարություն է։ Ուստի ես իմ կողմից որպես ազատամարտիկ շնորհակալություն եմ հայտնում ԿՊ կուսակցությանը բոլոր շատ լավ աշխատողներին։ Ճիշտ է, ես դիմում եմ գրել, ինչ չեն օգնել, բայց ես իրանց կողմից եմ, որովհետև էլի եմ կրկնում, զինվոր չի զոհվել, ամենակարևորը, մենք չենք կորցրել, իսկ 44 օրվա պատերազմը հրահրել են 3 նախագահները, ես դա շատ լավ գիտեմ։ Ասիկ ազատամարտիկ եք, այսինքն Առաջինին մասնակցել եմ, երկրորդին ռեզերվ եմ մնացել հարգելի Միքայելյանի, Սասուն Միքայելյանի մոտ, որպես աղբեր ջան, պաշտպան, որպեսզի մենք սպասում էինք, որպեսզի Նախիջևանից չհարձակվեն մեզ վրա։ Իսկ ինչպես եք գնահատում եմ փաստը, որ այս պահին Արցախը չկա, որի համար դուք կռվել եք։ Արցախը, ցավը տանեմ, ես առաջի պատերազմին ուրեմն Արցախը ազատագրել եմ։ Նրանք ստատուս ձեռք չբերեցին։ Դա արցախյան սրիկա ղեկավարության սխալն էր։ Ճիշտ եմ կրկնում սրիկա ղեկավարության։ Նրանք իրենց փողն էին պահում, իրենց հաթոռները, բայց ստատուս ձեռք չբերեցին։ Համախմբված չեղան։ Հիշում եք Փաշինյանը ինչ ասեց։ Արցախը Հայաստանը ու վերջ։ Բայց Արայիկ Հարությանը կոպտեց նրան, չմիացավ։ Այդ ոչ միաբանությունը բերում է պարտության։ Ադրբեջանի եւ վերջ։ Որովհետեւ այո, եղել Ադրբեջանի կազմում, Ռուսաստանը վաճառել է այն, եւ Ռուսաստանը երկրորդ անգամ վաճառեց։ Ռուսաստանը վաճառեց Նախիջևանը, Գանձակը, ամբողջ Արցախը, Ռուսաստանը վաճառեց Արևմտյան Հայաստանը։ Ես կարդացել եմ Անդրանիկի գիրքը եւ շատ լավ հիշում եմ։ Գեներալ Աբացևը եւ ցարը հայերից գողացված ոսկիները վերցրեցին թուրքերից եւ ստորագրեցին, մինչեւ հիմա ստորագրված է, որ Արևմտյան Հայաստանը մնա Թուրքիայի կազմում։ Այդ պարտությունը գալիս է մեր ոչ միաբանությունից։ Քանի մենք չենք ուզում մեկս մյուսը լավ ապրի, ճիշտ ապրի, մենք կկործանվենք։ Այդ դրա համար մենք պետք է միաբան լինենք։ Դա սխալ է։ Մի մարդ պետք է ղեկավարի, մի մարդ։ Այս բոլորը նրանք իրենց փողի համար են անում։ Բոլորը իրենց փողի համար են անում, ոչ ոք չի ուզում, որ գան աթոռի վրա, որ կլպեն, որ կեղեքեն, որ տանեն ստրուկ Ռուսաստանի։ Ռուսաստանը ամենա կեղտոտ պետությունն է, որ դարերով մեզ լքել է։ Ես անձամբ գնացել եմ կոմանդիրովկա գործուղման Մագնիտագորս քաղաքում, երբ դուրս եկա այդ քաղաքում, որպեսզի մետաղ բերեի։ Եվ տեսա մի տրակտոր աշխատում, մեծ տրակտոր։ Հարցրեցի մի ծերունի, ասեցի, ես ինչ տրակտոր աշխատում, ես ինչ սարա, ասեցի, դա Գարա Արարատ։ Ասեցի, ես հայ եմ, Գարա Արարատը մեհատ է։ Ես ինչ ես խոսում, սենց մատերը կսեց, ասեց, դա վես մոլիբդեն, փողը ասեց։ Ամեն մի անգամ այդ տրակտորը մի վագոն մոլիբդեն բրդում է սարը։ Մենք դեռ պարկ ենք Ռուսաստանին, հասկանում եք, այդ սրիկա պետությանը։ Ռուս ազգը լավն է, եթե սրիկա մուսուլմաններ եւ փչացածներ չմիանան դրան։ Ես էլ եմ հարգում ռուսազնին, շատ մոտիկ մարդիկ ունեմ, բայց իրենց մասին մտածող, կեղեքող եւ սրի տանող հայ ժողովրդին հիմիկվա ղեկավարությունն է։ Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզից, ճիշտ է բացատրեք, այդ ճիշտն է դա, ճիշտ է, որովհետեւ մենք միաբան չենք,
քանի ես չեմ ուզում իմ հարևանը, իմ մոտիկը, իմ ուրեմն ղեկավարը լավ ապրի, լավ աշխատի, մենք լավ չենք լինի։ Բաներ կա, որ մենք պետք է դիմենք Փաշինյանին, որ ավելի խիստ լինի, ավելի զգոն լինի։ Ինչ է նշանակում մի հատ աղջիկ, այս էլ ավելացնեմ, որ ասում է դու թուրքի ոտի տակ լիզող ես։ Նրան պետք է տանեն կալանավորների մոտ մի ամիս պահեն, օգտագործեն, որ նա իմանա ինչ է նշանակում կառավարությանը, հայ ժողովրդին։ Նա Փաշինյանը չի, հասկանում եք, նա ամբողջ հայ ժողովուրդն է։ Ոնց է այդ ձևի ասում, կամ են մյուսները։ Ինչի համար է այդքան թույլ տվել։ Հիմա պետք է կառավարությունը այնքան զգոն լինի, այնքան խիստ, որ չափները ճանաչեն։ Ինչի համար են անպատվում։ Հանուն ինչի չեմ հասկանում։ Ով են դրանք։ Դրանց պետք է սանձը պահել։ Հասկանում եք։ Բոլորի։ Ես շատ նույնիսկ չեմ էլ ուզում նշեմ այդքան անուններ, բայց չափները անցնում են։ Եվ ծախում են մի կոպեկի համար ցույց են տալի թե ով են, ինչ են, հուդա են դրանք հուդաներ են, որոնք ծախում են կառավարությանը։ Իսկ կառավարությունը ամեն ինչ անում է ժողովրդի համար։ Եվ ես եմ անձամբ դիմում գրել, եթե չի հասե Փաշինյանին, թող իմանամ, որ առաջի պատերազմի մասնակիցներին նայի, գների զսպում կատարի եւ թոշակառուներին գումար ավելացնի։ Ես եմ գրել։ Ես շնորհակալ եմ, որ գոնե վերջինը եղավ, իմ ասածով չի, բայց մյուսները պետք է անի Փաշինյանը եւ շատ խիստ լինի։ Ամենակարևորը, այս ձևի չի կարելի։ Թուլությունը ծնում է անձագործություն։